երիտասարդներ, քուրեր, եղբայրներ, սրտանց ասենք Փառք Հիսուսին։ Փառք Հիսուսին։ Գիտենք, որ այսօրվա օրը Տերն է որոշել։ Նա մեզ համար ծրագիր ունի բարության։ Աստված ուզում է, որպեսզի ամեն մի հավաքույթին մենք մեր սրտերը լայն բացառած ներկայանանք Տիրոջ պաշտամունքին, որտեղ այս պաշտամունքը վերաբերվում է Տիրոջը։ Հեղինակը Տերն է, թող իր անունը փառավորվի։ Մենք երանելի մարդիկ ենք։ Աստված մեզ բերել է իր որդիները մեզ կոչել։ Ինչպես ավետարանում բազում տեղեր կա երանելության, որ Աստված տալիս է մեզ ամեն մեկիս, ասում է երանի ձեզի, որ խաղաղություն կանեք, որտեղ դուք Աստծո որդիներ կլինեք։ Այո, մենք Աստծո որդիներ ենք։ Ուրեմն եկեք մեր սիրտը պատրաստենք եւ որպես Աստծո որդիներ այս պաշտամունքի մեջ փառավորենք Տիրոջը։ Մի քանի համարներ ես կկարդամ, սրտումս ինչ որ կա այսօր ձեզ հետ խոսվելու առաջին հերթին այդ համարը Ղուկաս ավետարանից 19-րդ գլխի 10 համարի խոսքից։ Ղուկաս ավետարան 19-րդ գլուխ 10-րդ խոսքը։ Վասնտի որդին մարդը եկավ փորձված է կրելու և գտնելու։ Նորից են կարդում այդ համարը։ Խնդրում եմ, որպեսզի շատ ու շատ լսեք, որտեղ Աստված մեզ համար իր Սուրբ Հոգով խոսք ունի ասելու։ Վասնտի որդին մարդը եկավ, որպեսզի կորսվածը ընտրե և գտնե։ Աստված իր որդուն այդ նպատակի համար աղարկել, որպեսզի որդին գա կորսվածին փնտրի և գտնի։ Սա է հիմնական Տիրոջ մեսիան։ Բայց ստեղ շատ կարևոր բան կա, որին այդ ուղղությամբ ես ուզում եմ այս բարի լուրը բոլորիս համար, որպեսզի իմանանք, որ մենք ներգրավված ենք այս գործի մեջ։ Աստված, որ մեզ կանչել է, որպեսզի մենք գնանք կորսվածին փնտրելու, կորսվածին գտնելու։ Գիտեք, շատ մարդիկ, երբ որ պես իրար հետ զրուցում են, նույնիսկ հավատքի մարդիկ ասում են եղբայր ջան, գիտես, այնց Աստված հաջողություն տվեց, ես մի հատ լավ գործ եմ ճարել։ Ինչ գործ ես ճարել, եղբայր ջան։ Գիտեք, ես որ կաֆել եմ խփում, մի 1000 մետր այդպես քառակուսի կաֆելի գործ կա, այդպես Աստված ընդդիորդնեց այդ գործը կապել է։ Մի ուրիշ գործ, մի ուրիշ մի բան, գիտես, քերիս ընձի տեղավորեց, ենթադրենք, ես ինչ բարձր տեղում, որ բարձր աշխատավարձ է։ Եվ այդպես։ Բայց ասեմ ձեզ, ամենամեծ գործը երկրի վրա կորսվածին փնտրել և գտնելն է։ Կորսվածի հետևից գնալն է։ Որտեղ նաև ինչ հզոր խոսք կա, որովհետև Աստված ասում է, Հիսուս եկավ, որպեսզի կորսվածին փնտրի և գտնի։ Եվ այս բանի մեջ մեզ մասնակից անում։ Ես նայում եմ ինձի և մտածում եմ, Տեր, ես ինչ մեծ գործ ես տվել, ես ինչ պատվավոր և մեծ գործ ես տվել, սա պատվական, սանից մեծ գործ չկա աշխարհում։ Ես մի բան լսել եմ Բիլի Գրեմի մասին, Բիլի Գրեմը մեծ քարոզիչ է եղել, հիմա է, ինչքան գիտեմ, ինքը կա թե ընջելա, չգիտեմ, ինքը եղել է 7 պրեզիդենտների խորհրդական։ Երբ որ իրան հարցնում են, ասում են, դու ինչի քո տեխնատությունը չես դնում, ինչ որ միտեղ Անգլիայում, ենթադրեմ չգիտեմ, ինքը ոնց որ թե Անգլիայում ապրելուց է,
վարչապետի պաշտոնը այդպես դրի քո տեխնատությունը, ասում է, ինչ ցածր գործ է, ինչի համար է, Աստված ինձ ավելի մեծ գործ է տվել։ Գիտես այսօր, ես ուզում եմ, որ մեր աչքերը բացվի եւ մենք տեսնենք Աստված ինչ կոչումի է մեզի կանչել։ Ինչ գործի է մեզի կանչել։ Որ մենք դրանով սքանչանանք, ուրախանանք, չկա ավելի մեծ պատվավոր գործ։ Երկրի վրա ինչքան գործեր կան, դրանք մնայուն են, անցողիկ են եւ ժամանակավոր են։ Բայց կորսվածի հետևից գնալը, փնտրելը, դա ամենակարևոր երկինքին է ուրախացնում։ Իմ կաֆել խփելով երկինքը չի ուրախանում։ Իմ պրեզիդենտ լինելով երկինքը չի ուրախանում։ Իմ վարչապետ լինելով մեծ գումարներ վաստակելով երկինքը չի ուրախանում։ Երկինքը ուրախանում է մի բանի համար, երբ որ մեկ կորսված դարձի է գալիս։ Դարձի է գալիս։ Դրա համար մեզանից ինչ է պահանջվում։ Գիտեք, տեսնենք այսպես։ Տեսնենք այսպես։ Ես ուզում եմ ավելի պարզ նայենք, որ մենք հասկանանք մեր դերն ու կոչումը։ Աշխարհում այսպիսի բաներ կան, մարդիկ միշտ փնտրում են ապահով տեղեր, որպեսզի մարդիկ իրենց ապահովությունը ունենան։ Հնարավոր է միտեղ պաշար ընկածի։ Առաջին հերթին մարդը ինչ է մտածում։ Ես այդ պաշարից խուսափելու համար ինձ պետք է որպեսզի ինչ-որ մի հարմար տեղ լինի, մի ապահով տեղ լինի, որպեսզի ես կարողանամ այդ ապահով տեղում կրակներից, որ կրակը ինձ չպետք է հասնի, այնտեղ ես հանգստանամ, հանգստություն ունենամ։ Հնարավոր է ջրհեղեղ լինի։ Ջրհեղեղի լինելու համար մարդը նորից մտածում է, ապահով տեղ, ապահովություն։ Եվ ինքը եթե ինչ-որ տեղ բարձրանում է եւ ջրհեղեղը այնտեղ չի կարողանում հասնել, նա ասում է ես ապահով եմ։ Դա մարդը այդպես է մտածում։ Ինչ է կարծում։ Ինչ է կարծում։ Հոգևոր կյանքում ապահովությունը որտեղ պետք է լինի։ Հոգևոր կյանքում ապահովությունը մարդիկ այսօր ուզում են ապահով լինել, խաղաղ լինել, հանգիստ լինել։ Նայեք, ինձ թվում է, բոլորս էլ կհամաձայնվենք, երբ որ նայենք մեր առօրյա կյանքին, մեր փորձառություններին կտեսնենք, որ ամենաապահով տեղը եկեղեցին է։ Տիրոջ ոտքերի մոտ է։ Այնտեղ ամենաապահովն է։ Նայեք, կարդում եմ Գործ Կարաքելոց 9-րդ գլուխ, Գործ Կարաքելոց 9-րդ գլուխ, 31 համարի խոսքը, նայեք ինչ ասում։ Գործ Կարաքելոց 9-րդ գլուխ 31 համարի խոսքը։ Այն ատեն եկեղեցիները բոլոր Հրեաստանի եւ Գալիլեայի եւ Սամարիայի մեծ խաղաղություն եւ հանգստություն ունեին։ Եվ մեծապես մխիթարվում էին։ Որտեղ է խաղաղությունը, ասում է Հրեաստանի մեջ եղած եկեղեցիները Գալիլեայի եւ Սամարիայի մեջ եղածները մեծ մխիթարություն ունեին։ Ինչի, որտեղ եկեղեցիները այդ խաղաղությունն ու մխիթարություն եղավ։ Եթե այսօր եկեղեցում Աստված մեզի չի պարգևել խաղաղություն եւ մխիթարություն, մենք պետք է ուշադրություն դարձնենք, ինչու այդ կարևոր հանգամանքը մեր մեջ չկա։ Շատ հնարավոր է եկեղեցիներում մարդիկ դեռ հələ իրար հետ խնդիրներ ունեն, իրար հետ պրոբլեմներ ունեն։ Իհարկե, տեսնելով այդ դժվարությունները, որտեղ խաղաղությունը չկա եւ ուրախությունն ու մխիթարությունը չկա, այնտեղ ցանկություն էլ չի լինի եկեղեցու անդամներին ինչ որ մեկին հրավիրեն եկեղեցին։ Ինչ որ մեկին ասեն, արի դեք հանգստանաս, որտեղ իրանք կուզենան այդտեղից խաղներ։ Տեսնում եք, ինչքան մեծ պարտականություն կա մեր վրա, որպեսզի կորսվածին կորսվածանա, չունի մխիթարություն, չունի խաղաղություն, չունի ուրախություն։ Այդ անկավորությունը պետք է բերես եկեղեցի, որպեսզի ինքը որպես կորսված մեկը այստեղ գտնի խաղաղություն եւ մխիթարություն, եւ ուրախություն, եւ հանգստություն, եւ ամենակարևորն է ապահովություն։ Որտեղ մենք ամեն մեկը
ուզում ենք այդ ապահով տեղը լինել։ Ինչպես 91-րդ սաղմոսում ասում, բարձրալից աստծոցի տակ է այդ ապահովությունը։ Այնտեղ է ապահովությունը։ Իսկ այսօր աշխարհը մարդիկ ձգտում են այդ ապահովության։ Եվ դրա համար կա նաև հանգամանքներ։ Մարդը կարող է շատ նախանձախնդիր լինել այդ գործին, նախանձախնդիր լինել։ Նախանձախնդրությամբ վերջապես քայլել, աշխատել, Տիրոջ գործ անել։ Բայց ասեմ ձեզ, նախանձախնդրությունը դա դեռ գործի կեսն է։ Հեուն թագավոր մարդ է, նա հետաքրքիր է, թագավորած գրքի մեջ կա այսպիսի միտեղ ասում է, մեկին ասում է, արի նստի կողքս կարգի մեջ, եւ ես ցույց տամ, որ ես ինչպիսի նախանձախնդիր եմ, Աստծո համար նախանձախնդիր եմ։ Դա շատ լավ է, որ մարդը Աստծո համար նախանձախնդիր է, բայց դա շատ քիչ է։ Գործի կես նաև, լավ բան է նախանձախնդրությունը, բայց կա նաև մի ուրիշ հանգամանք, իմաստություն է պետք այդ նախանձախնդիր մարդուն եւ փորձառություն է պետք։ Փորձառություն։ Ես դեռ օրինակ ենթադրեք մի բան ասեմ։ Շատ հնարավոր է, որ դու ճամփին գնում ես, միտեղ պատահում ես վթարատեր ունեցել եւ դու մեծ նախանձախնդրություն ունես այդ մարդկանց օգնելու։ Մարդը ուշ կգնացել է, դու ուզում ես իրան նորից կենթանացնես, նորից ուզում ես որպեսզի ինքը կենթանի դառնա, դու ինչ ես անում։ Քո մեծ նախանձախնդրությամբ սկսում ես փչել իր բերանից, կուրսը սխնել, չգիտեմ, որոշ գործողություններ անել, բայց բանից դուրս է գալի այդ մարդը մեռնում է, կամ էլ իր այս կրծքավանդակը ջարդում ես դու։ Ջարդում ես։ Ինչի, որտեղ նախանձախնդրություն ունեի, բայց փորձառություն չունեի։ Այսօր Աստված մեզի կանչել է հոգիների փրկելու եւ Տիրոջը բերելու եւ ունենանք եւ նախանձախնդրություն եւ փորձառություն։ Ինչպես մեր Տեր Հիսուս Պետրոսին ասեց. «Արի ես քեզ մարդու ворսովներ կսարքեմ»։ Գիտեք, այսօր երբ որ ես կարդում եի այդ տեղերը, որ Պետրոսին եւ իր եղբայր Անդրեասին եւ ասում մի քիչ առաջ գնաց այնտեղ Հովանեսին եւ Հակոբոսին, որոնք ասում է Պետրոսը իր եղբոր այդ ուրկաններն էր բանանում, ասում է Լևանում, իսկ Հակոբոսն ու իր եղբայր Հովանեսը ասում է հոր հետ նավակի մեջ ուրկանները կարգիկ բերեին էլի։ Ասում է երբ որ Հիսուսը կանչեց իրանք ամեն ինչ թողեցին, դրանք թողեցին ուրկանները, ձկնորսությունը, իրանք կյանքը դրան, այսինքն կյանքի ապրուստնդից էին բերում, բայց հասկացան նրանք, որ Տերը իրանք ավելի մեծ գործի է կանչում, ավելի շահավետ գործի է կանչում, ավելի պատվավոր գործի է կանչում, ավելի հավիտենական կյանքի գործի է կանչում։ Մենք այսօր շատ ժամանակ կարող է թողենք ասենք, գիտես լավ գործ եմ ճարել, այս ինչ տեղը պետք է տամ, այս ինչ գործը պետք է անեմ։ Ես չեմ ասում դրանք պետք չի անել, բայց Աստված այսօր մեզ ստեղ նստողներից կանչել է ավելի մեծ գործի, ավելի պատվավոր գործի, ավելի հզոր գործի, ինչպես սկզբից ասեցի, որ երկինքը դրա համար ուրախանում է, հոգիների փրկությունը, չէ որ դրանից մեծ գործ չկա։ Գիտեք, այսօր աշխարհում ես չգիտեմ, ինչքան միլիոն թե տրիլիոն գումարներ կարող լինի, բոլոր աշխարհի փողերը հաշված, բայց դրանք այդ բոլոր փողերը մի հոգու արժեք չեն տա, մի տոկոսի արժեք չեն տա, այսինքն մի մարդու փրկության արժեքը չի։ Փրկության արժեքը Հիսուս Քրիստոսի սուրբ արյունն է, Արք Հիսուսի։ Հիսուսը արյուն է թափել ամեն մի կորսված հոգու համար։ Նա բոլորին կանչում է եւ հրավիրում է, որպեսզի գան իր մոտ հանգստություն գտնեն, ուրախություն գտնեն։ Դրա համար այսօր սիրելի եկեղեցի, սիրելի ժողովուրդ, քույր եղբայրներ, մեր վրա մեծ պարտականություն կա, որպեսզի մենք եկեղեցում լինենք միաբան, լինենք սիրով, լինենք վերջապես կարեկից, մարդկանց մխիթարով, մարդկանց ուրախացնող, մարդկանց խաղաղություն բերող, իհարկե այդ ամենը կկատարվի միայն Սուրբ Հոգու միջոցով, Սուրբ Հոգու ձեռքով։ Ինչքան մենք
ասում է ճանալով Սուրբ Հոգու կապը միաբանության, չէ՞, միաբանության կապը Սուրբ Հոգու ձեռով է անել։ Դրա համար այսօր մեր միաբանությունը շատ կարևոր է, որպեսզի գործը ընթանա այնպես, ինչպես Տիրոջը հաճելի է։ Եթե մենք միաբանության մեջ չլինենք, մենք պարավալի կտանք եւ պատասխանատվության առաջ կկանգնենք։ Եվ այդ մեծ գործը, եթե այսօր ինձի է հանձնարարված, քեզ է մյուսին, այն մյուսին, եթե ես չանեմ, Տերը կվերցի մի ուրիշին կտա։ Ինչի ինձի շնորհված գործը, եթե ես չեմ կատարում, վերցնեմ եւ ուրիշին տամ։ Ասում է Յուդան, որ այդ գործի մեջ չմնաց, թեկուզ նա մասնակիցություն ուներ, ինչպես Պետրոս Արաքյանն ասում, վերցվեց եւ տվեց Մատաթիային։ Տեսնում եք, այսօր ոչ մի պրեզիդենտ, չգիտեմ ինչ, երկնքում այդպիսի փառավոր աստիճանի չի ասել, բայց 12 Արաքյանները, որոնք իրենք ամեն ինչ թողեցին եւ գնացին հոգիների փրկության հետևից, 12 դռների ամեն մի դրան վրա իր անունն ագրած։ Ինչ պատվավոր բաժին հավիտենականության մեջ, մեզ էլ այդ պատվավոր վարձքը տրված։ Դրա համար այսօր պետք է փափագենք, մտնենք դրա մեջ, հոժարվենք, Սուրբ Հոգին մեզ դարձնի մարդկանց որդիներ, մարդկանց որսորդներ, որպեսզի մենք այդ պատվավոր գործին մասնակից լինենք։ Տիրոջ անունը թող փառահեղ լինի։